Լուրերը, թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը մտերիմ է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հետ, հենց ինքը Սարգսյանն է հերքում։ Ասում է, մամուլում շրջանառվող համատեղ լուսանկարը արվել է տարիներ առաջ։ Ինքը նույնիսկ Ախտոյանի հեռախոսահամարը չունի։ Չի էլ հիշում, երբ է վերջին անգամ հանդիպել նրան։ Ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ նրա հետ չեմ գտնվում։ Հայկ Սարգսյանը հիշեցնում է, երբ Մերձավանում խմբակային ծեծկրտուքի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին, ինքը խորհրդարանում դիմել է ներքին գործերի նախարարին, հետաքրքրվել, թե ինչ են անում, որ դեպքը շարունակություն չունենա։ Մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկատվություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Վենդետայի վարկածի վերաբերյալ ենթադրություններն արդարացան, երբ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց. Ձերբակալված 20-ամյա Գևորգ Հարությունյանը վրեժխնդրության հողի վրա է սպանությունը կատարել։ Անձը խոստովանական ցուցմունքներ տվեց, նշեց, որ ըստ էության պատճառը վրեժխնդրությունն էր 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքի, ըստ արդեն մեղադրյալի ինքը մտերիմ եւ շատ մոտ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել։ Այո, Գրիգոր Օհանյանի մահացած փետրվարի 5-ի դեպքով, ինչպես նաեւ Նարեկ Օհանյանի հետ եւ իր կարծիքով ըստ մեղադրյալի Վալոջա Գրիգորյանից։ Իր կարծիքով ըստ մեղադրյալի ցուցմունքի, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդիա Գրիգորյանի ըստ էության մտերիմների կողմից, հենց մեղավորը համարում էր Վալոդիա Գրիգորյանին եւ ըստ ցուցմունքի ինքը ուզում էր դրանով վերջ տալես ամեն ինչին։ Քննչական կոմիտեի նախագահի խոսքով Նարեկ Օհանյանը գիտակցելով, որ առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջև, որ հերկվի իր մեղավորության վարկածը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ գրառում է կատարել, ընդգծելով, որ պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը մեղմ ասած անհիմն է։ Խորին եւ անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Ազգային անվտանգության ծառայության լռության առիթով հայտարարություն է տարածել Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը։ Նշվում է, որ Արմավիրի իրավապահ համակարգում պաշտոնանկություններ են կատարվել, մինչդեռ նման դեպքերի կանխարգելման պատասխանատու ԱԱԾ-ից գոնե ձևական ազատումներ չեն եղել։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։